Հարգելի կուսակից ընկերներ, շնորհակալ եմ իմ թեկնածությունը առաջադրելու համար։ Մեր ազգի ու մեր երկիրը միշտ եղել է միասնական, պատասխանատվության եւ ծառայության մեջ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել այն մարդկանց շարքում, ովքեր պատրաստ են իրենց ուժն ու ժամանակը նվիրել մեր կառույցի եւ մեր ազգային արժեքների զարգացման համար։ Եթե ձեր վստահությանը արժանանամ, կաշխատեմ ազնիվ, պատասխանատու եւ սկզբունքային, առաջնորդվելով մեր ժողովրդի ու հայրենիքի շահերով։ Վստահ եմ, որ միասին կարող ենք ավելի ամուր կազմակերպված դարձնել մեր աշխատանքը։ Շնորհակալ եմ վստահության համար։ Կարճ կուզենայի անդրադառնալ նաև այն դժվարություններին ու մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է մեր երկիրը։ Մեր պետությունը կանգնած է լուրջ խնդիրների առաջ՝ անվտանգության, ազգային միասնության եւ զարգացման ոլորտում։ Եթե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված պետական համակարգը պատմագիտության մեջ բնութագրվում էր որպես թաթար-մոնղոլական տիպի պետություն, ապա իմ անձնական գնահատմամբ այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարած քաղաքականությունը շատ առումներով հիշեցնում է Օսմանյան կայսրության կամ սելջուկ թուրքերի ժամանակների շարունակությունը։ Ես սա ասում եմ ոչ թե վիրավորելու համար, այլ որովհետև կարծում եմ, որ մեր պետության քաղաքականությունը պետք է առաջին հերթին ծառայի Հայաստանի անվտանգության ազգային շահերին։ Ընդդիմության համախմբումը կարող է լինել միակ հայանպաստ քայլը։ Շատ քաղաքական ուժեր, սկսած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, անպագորգոր հայտարարում են, թե խաղաղություն են բերելու։ Հայ ազգային կոնգրեսը միակ քաղաքական ուժն էր, որը 1996 թվականից անընդհատ պայքարում էր խաղաղության համար։ Դա շատ ծանր նստեց մեր կուսակցության ուսերին, որովհետև հայի դատը մեր գեներից չենք կարող վերացնել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կարողացավ օգտագործել այդ ամենը, ՀԱԿ-ին անվանելով դավաճան, հողատու, ճիշտ ժամանակի խաղաց ժողովրդի էմոցիաների հետ, եկավ իշխանության, տապալեց Արցախը, այնքան հիասթափեցրեց ու մանիպուլացրեց մարդկանց, որ ոչ միայն հայի դատը վերացրեց մեր գեներից, այլ ընդհանրապես հայրենիք գաղափարը։ Ես այստեղ կանգնած հավաստացնում եմ բոլորիդ, քաղաքացիական պայմանագիրը վաղ թե ուշ գնալու է պատմության սև էջերը, իսկ Հայ ազգային կոնգրեսը միշտ եղել է, կա եւ շարունակելու է պայքարել, եւ եթե փորձեն մոխրացնել մեզ, մենք մոխրից էլ կվերածնվենք եւ կշարունակենք պայքարը։ Պայքար, մինչև վերջ, ի գործ, շնորհակալություն։